Դրա համար ես կուզենամ ասեմ առաջինը, որ մենք հիմա ունենք այս նոր սերնդի դեղամիջոցներ, որոնք բացարձակապես բույս չեն սարքում, որովհետև ոչ մի բժիշկ հիմա հենց հեղինակության համար չի ուզենա պացիենտին այդ վիճակում տեսնի, որովհետև սա կանվեյեր է, մեկը իմացավ, մյուսը իմացավ, բժիշկը կմնա անգործ եւ պացիենտը կմնա առանց բուժման։ Դրա համար իրականում, եթե լուրջ իհարկե վերաբերվենք այս հարցին, իրականում հակադեպրեսանտը դեղ է։ Իրականում, եթե կա հիվանդություն, ուրեմն պիտի լինի դեղ։ Եթե կա դեպրեսիա, կա հատուկ դեղամիջոցներ, դրանք հակադեպրեսանտներն են, որոնք որ ունեն այնպիսի կողմնակի էֆեկտներ, ոնց որ բոլոր դեղորայքները ունեն։ Դրա հետ միասին նաև նրանք ունեն առավելություններ, որովհետև այս մեր ներկա դարաշրջանում հենց այս դեղամիջոցների շնորհիվ մենք կարող ենք ասել, որ դեպրեսիան բուժելի է։ Եվ շատ դեպքեր մենք ունենք, երբ որ 6 ամսից մինչև տարիներ մարդիկ չեն դիմում որևիցե կանգատներով եւ շատ դեպքերում նույնիսկ մենք կարողանում ենք հանել դեղամիջոցները եւ հիվանդը արդեն ապրում է իր առօրյա կյանքով առանց որևիցե դեղամիջոցների։